Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն է։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Վարդանյան, դուք Հայաստան խմբակցության գործող պատգամավոր եք, բայց առաջիկա ընտրություններին որոշել եք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցել, ցուցակում 9-րդն եք։ Ինչով էր պայմանավորված ձեր այս որոշումը, ինչը ձեզ ստիպեց Հայաստան դաշինքից հեռանալ, որի կազմում 5 տարի պատգամավոր եք եղել, սրա մասին խոսելը կարևորում եմ, քանի որ գիտեք, իշխանության ներկայացուցիչների գլխավոր մանիպուլյացիան այն է, որ այս 3 ուժերում հիմնականում նույն մարդիկ են ընդգրկված եւ դա նաեւ ձեր գործոնով են հիմնավորում, որ դուք հիմա Հայաստան խմբակցության անդամ եք, բայց ԲՀԿ-ի ցուցակում եք ու եւս էլի մի քանի հոգու։ Իհարկե մանիպուլյացիաները կան, ավելին ես կարող եմ ասել նույնիսկ մեկ ամբողջ նիստ նվիրվեց այդ հարցին, հետեւաբար այս հարցը կարծում եմ դեռ արծարծվելու է, թեև տպավորություն է, որ այս նախընտրական փուլում արդեն այս հարցը պետք է հաղթահարած լինեինք։ Ինչու Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակ, որովհետեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացել է առաջարկ Հայաստանին ծրագրով, ես ինքս աշխատել եմ այդ ծրագրի վրա եւ իդեպ ծրագրի վրա աշխատելու ընթացքում չէի էլ պատկերացնում, որ կստանամ առաջարկ հանդես գալու Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակով։ Հայաստան դաշինքից Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակ այսպես տեղափոխվելու գործընթացը եղել է համաձայնեցված, այսինքն որևէ մեկը չկարծի, որ դա եղել է ինչ-որ կոնֆլիկտի կամ անհամաձայնությունների արդյունքում եւ դաշինքի падգամավորները եւ դաշինքի անդամները ինձ համար եղել եւ շարունակում են մնալ մտերիմ ընկերներ եւ ամենակարևոր հանգամանքը, որի մասին ուզում եմ խոսել, դա այն է, որ մենք բոլորս հանդես ենք գալիս նույն ճակատում, այսինքն այսօր ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը մեկն է, ուրեմն երկիրը փրկել այն ռիսկային իրավիճակից, որի առջև կանգնած է, իսկ դրան հասնելու համար բնականաբար անհրաժեշտ է իշխանափոխություն, դրան հասնելու համար անհրաժեշտ է ի վերջո ազատվել այս անպատասխանատու իշխանությունից եւ այս հարցում, այս նպատակում բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր իսկապես մասնակցում են երկիրը փրկելու նպատակով, կարծում եմ, այո, դրա մասին էր խոսքը, ընդդիմադիր ուժերը ըստ էության գործում են հենց մի ճակատով։ Իսկ կան ինչ-որ ծրագիր, առաջնահերթություն, չգիտեմ, որը Հայաստան դաշինքի կազմում հնարավոր չէ իրագործել ու ԲՀԿ-ի շրջանում դա ավելի արդյունավետ կարող է իրականացնել։ Հենց խնդիրը դրանում է, որ առաջարկ Հայաստան ծրագրի ակունքներում կանգնած է եղել նաև այլընտրանքային նախագծեր խումբը, որի անդամ եմ ես եւ արդեն երկար ժամանակ այդ խմբում գեներացվել են մտքեր, որոնք հետագայում հիմք են հանդիսացել, հենքն են հանդիսացել առաջարկ Հայաստանին ծրագրի։ Մյուս կողմից Գագիկ Ծառուկյանի հետ ինձ կապում է երկար տարիների, մի անգամ էլ եք ցուցակով падգամավոր ընտրվել։ Երկար տարիների շատ ջերմ հարաբերություններ եւ նաեւ դա է պատճառը, որ ես հայտնվել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Բայց ելի եմ ուզում ասել, պետք չէ այստեղ փնտրել ինչ-որ, չգիտեմ, խարդավանքներ եւ այլն, դավադրություններ, այո, եւ որովհետեւ արխիվում հունիսի 7-ն է, արխիվում մեկ նպատակ է եւ ես կարծում եմ մենք մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք այդ նպատակին հասնելու համար։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն օրեցօր ավելի ագրեսիվ եւ հանրության համար վտանգավոր է դառնում, նա կորցնում է իր ինքնատիրապետումը եւ սկսում է սպառնալ ու վիրավորել իր հայացքները չկիսող այն քաղաքացիներին, ովքեր համարձակություն են ունենում մոտենալ իրեն եւ այդ մասին բարձրաձայնել։ Ինչ գնահատական կտակ Նիկոլ Փաշինյանի այս պահվածքին եւ եթե օրինակ եվրոպական որևէ երկրում գործող վարչապետը STB քարոզարշավ իրականացներ, ապա դրան ինչպես կարձագանք էին նույն իրավապահները, դատախազությունը, այսպիսի լռությունը առնվազն կտիրեր նրանց կողմից։ Նախ եկեք շեշտենք մի կարևոր հանգամանք, որ նա դուրս է գալիս նույնիսկ վիրավորանքի շրջանակներից։ Այսինքն իր գործողությունները, իր վարքագիծը միայն վիրավորանքով չեն սահմանափակվում եւ իր վարքագծում ակնհայտորեն երևում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329 հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, այսինքն հրապարակային ատելություն հրահրելը։ Երբ որ մենք տեսնում ենք իր խոսքի ընթացքում ինքը ատելություն է հրահրում արցախցիների նկատմամբ եւ միևնույն ժամանակ ասում է մնայք այնտեղ մեռնեիք, ինչի եկել այստեղ, սա պետք է ստանա քրեա իրավական գնահատական։ Միամիտ եմ ես կարծելու, որ մեր իրավապահ համակարգը կգնա այդ
հանցանքի հետևից ոչ, որովհետև այսօր ողջ իրավապահ համակարգը հարմարեցված է Նիկոլ Փաշինյանին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի կցորդն է, բայց այն, որ այդ արարքը պետք է ստանա քրեա իրավական գնահատական, միանշանակ է։ Առնվազն իշխանափոխությունից հետո սա պետք է տեղի ունենա։ Առնվազն ես վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո սա դառնալու է եւ բազմաթիվ արարքներ դառնալու են մեր իրավապահների քննության առարկա։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ես շատ ցավում եմ, որ այդ նույն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում տպավորություն է, որ կարծես թե մենք իրար հասկացանք, մենք իրար լսում ենք, մենք ընդունում ենք խնդիրները եւ այլն, բայց հետո այդ նույն կառույցների կողմից որևէ ձայն որևէ արձագանք չի հնչում եւ իրենք վերաբերում են Հայաստանին այնպես, ինչպես կվերաբերեին որևէ հետամնաց բռնապետական պետության։ Իսկ ինչով է այս իրողությունը պայմանավորում, ինչն է Նիկոլ Փաշինյանին աջակցելուց իրենց ստանում, որ անգամ նմանատիպ աչքի զարնող իրողությունների վրա աչք են փակում, անգամ այն դեպքում, երբ մասնավոր զրույցներում դրանք ընդունում են։ Ամբողջ խնդիրը աշխարհակաղակական զարգացումներն են, որ տեղի են ունենում, որովհետեւ այս պահին Հայաստանը այդ նույն միջազգային կառույցների համար ձեռնտու տարածք է իրենց աշխարհակաղակական նպատակները իրականացնելու համար եւ ամենևին պատահական չէր, որ Եվրոպական միությունը օրինակ հսկայական գումար տրամադրեց հիբրիդային հարձակումները կանխելու համար եւ ամենևին պատահական չէր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արագացված կարգով դիմեց Եվրոպական միությանը, որպեսզի այստեղ ուղարկեն ինչ որ կենտրոններ, դիտորդներ եւ այլն, խոսքը ընտրությունների դիտորդական առաքելությունների մասին չէ, ուղղակի միջամտությունների մասին է, որովհետեւ այս տարածաշրջանում իրենք դիտարկում են Հայաստանը լավագույն ուրեմն վայրը իրենց քաղաքական նպատակները իրականացնելու համար եւ դա է պատճառը, որ իրենք այս պահին չեն տեսնում, չեն լսում եւ որևէ կերպ չեն արձագանքում այս իշխանությունների կողմից իրականացվող այլանդակագույն վարքագծին եւ ես չէի պատկերացնում, որ երբևէ մենք կմասնակցենք մի նախընտրական քարոզարշավի, որտեղ քաղաքական գործիչը, իսկ այս պարագայում նաեւ երկրի ղեկավարը իրեն կպահի սովորական խուլիգանի պես։ Եվ գիտեք, մեր քարոզարշավի ամբողջ այսպես քարոզարշավը կառուցելու ամբողջ սկզբունքը եղել է հետեւյալը՝ լինել հանդուրժողական, լսել քննադատությունը, եթե քննադատությունը ընդունելի է, ապա ընդունել այն, եթե համաձայն չենք քննադատությանը, ապա շատ զուսպ եւ հանդուրժողականորեն բացատրել, բերել հակափաստարկներ եւ այլն, բայց դա կարող է լինել, գիտեք, միջև մի որևէ պահ, երբ դիմացինը անընդհատ ուրեմն հատում է կարմիր գծերը, կարելի է անընդհատ հանդուրժել, կարելի է Փաշինյանի վիրավորանքներին եւ սպառնալիքներին մոտենալ որպես քաղաքական վարքագիծ, հա, քաղաքականություն եւ այլն, բայց գալիս է ինչ որ մի պահ եւ նա հատում է բոլոր սահմանները եւ դա այլևս հանդուրժել հնարավոր չէ։ Ու փորձում է դիմացիներին էլ այդ դաշտներ քաշել, որտեղ ինքը պետք է ընդունենք, որ անգերազանցելի է եւ ինչ էլ անեք, այսպես նրան չեք կարողանա հաղթել, անգամ ցանկության դեպքում։ Այս պարագայում իհարկե ես պետք է առանձնացնեմ Գագիկ Ծառուկյանի վարքագիծը, որտեղ ինքը ինչպես հենց սկզբից հայտարարեց, այդպես էլ շարունակում է մնալ իր կլասին, հա, կլասը չգցելու այդ սկզբունքը, որ նա որդեգրել է եւ Փաշինյանի վիրավորանքներին եւ սպառնալիքներին նա պատասխանում է պարզապես ծրագրային առաջարկներով հանրությանը, այսինքն Փաշինյանը որքան էլ այսպես հրահրի, որքան էլ մանիպուլացնի, իսկ դա բնականաբար իրեն բնորոշ եւ իր համար նորմալ վիճակ է, նա չի կարողանում եւ չի կարողանալու ներքաշել մեր քաղաքական ուժին եւ մեր քաղաքական առաջնորդին իրեն իր շատ հարազատ այդ մթնոլորտը։ Տեսեք, այսօր արդեն Փաշինյանը իր քարոզարշավի ժամանակ հնչեցնում էր մեղադրանքներ լշտեսության եւ օտարերկրյա գործակալ լինելու հետ կապված եւ ինչպես նշեցի, մենք որքան էլ որ իր վարքագիծը այսպես փորձենք մեղմել կամ հիմնավորել քաղաքական գործընթացներով, սա անպատասխան չի մնալու եւ որքան էլ մենք չհավատանք մեր այսօրվա իրավապահներին եւ դատական համակարգին, բայց մենք սկսելու ենք իրավական գործընթաց, որովհետեւ այլևս անթույլատրելի է իր անհավասարակշիռ եւ ոչ adekvat վարքագծին փորձել հավասարակշռված եւ adekvat արձագանքով հանդես գալ։ Իսկ այս առումով նրա պահվածքը եւ նախընտրական իրավիճակը քարոզարշավը տրամադրությունները որքանով են տարբերվում 21 թվականի իրավիճակից
կողմնակից ես հիշում եմ այն ժամանակ էլ որոշակի առումով նույնպես ագրեսիան կար, ընդդիմադիրներին թիրախավորելը կար, բայց օրինակ գոնե քաղաքացիների մասով նա այսքան ագրեսիվ չէր արձագանքում, չէր վիրավորում մարդկանց եւ սա ընտրական դրամատրությունների վրա ինչ ազդեցություն կունենա ձեր դիտարկմամբ։ Տեսեք, 21 թվականին իհարկե իրավիճակը այլ էր, հետպատերազմյան Հայաստանն էր եւ հանրությունն էլ իհարկե պատերազմի հետևանքով ընտրություն կատարեց, որովհետեւ պատերազմի եւ խաղաղության այսպես խաչմերուկում էր գտնվում եւ այլն, բայց Փաշինյանն էլ այն ժամանակ շատ ավելի ճակերտներում զուսպ էր, հա, իր հռետորաբանության մեջ, որովհետեւ նա տեսնում էր նաեւ իր հիստերիաների բացասական հետևանքը, այսօր հակառակը ինքը փորձում է իր հիստերիայի միջոցով պահել են ընտրազանգվածը, որը որ ունի, որովհետև այդ ընտրազանգվածը ըստ էության հենց մանիպուլյացիաներին տրվող ընտրազանգվածն է ցավոք սրտի։ Այո, այդ ընտրազանգվածը հունիսի 7-ին գնալու է եւ ընտրելու է Փաշինյանին, բայց վստահեցնում եմ, եթե հունիսի 8-ին Փաշինյանը այլևս իշխանության չլինի, նրանցից որևէ մեկը բարձրաձայն չի ասելու, որ իրենք ընտրել են Փաշինյանին։ Հետեւաբար այս հիստերիան, այս իր ոչ adekvat, ոչ նորմատիվ վարքագիծը ուղղված է պարզապես սեփական ընտրողներին պահելուն, որովհետև նա նաև զգում է եւ սոցիալական հարցումներն էլ ցույց են տալիս, որ նույնիսկ այդ զանգվածը իր համար վստահելի չէ, որովհետև կան մարդիկ, ովքեր իսկապես զզվել են իր եւ վարքագծից եւ վարած քաղաքականությունից եւ իսկապես անհանգիստ են Հայաստանի Հանրապետության ապագայով, բայց ուրեմն փորձում են գտնել մեկ այլ ուժ, որը որ իրենց համար եւ նախկինների հետ կապված չլինի, եւ Փաշինյանի հետ կապված չլինի, եւ հենց բավականին լայն ընտրություն են մարդիկ այս առումով։ Այս առումով է նաեւ Փաշինյանի անհանգստությունը։ Բայց ես ելի եմ կրկնում, քաղաքացիների նկատմամբ իր վարքագիծը անընդունելի է։ Գիտեք, հայտարարում է, որ եթե ինչ-որ մեկը իրեն ոչ ցանկալի հայտարարությամբ է հանդես գալիս կամ իր մտահոգություններն է առաջ քաշում, հրամայում է հեռացնել այդ մարդկանց, ինչպես օրինակ 3 տեղի ունեցավ Սպիտակում, այո, որովհետև Ազատի զորամասում զոհվածի պապիկը եկել էր իր անձնական ողբերգությունը, որը Փաշինյանի մեղքով է, իր անձնական ողբերգությունը կիսելու երկրի ղեկավարի հետ, իսկ իրեն պարզապես հեռացնում են։ Մեկ այլ տեղ հայտարարում է, թե մարդիկ, ովքեր մեզ հետ չեն, հեռացրեք իրենց այստեղից, այն իրենց ուրախ ավտոբուսներում էլ լցնում են իրենց համակիզներին, տանում են տարբեր մարզեր, պատկեր ստանալու համար ցույց տան, որ այսքան մարդիկ են հավաքված այստեղից այնտեղից բերված եւ որ ինչ որ համոզի, որ քաոզարշավ է անում, այդ պարագայում ես երեկել եմ առաջարկել, նորից եմ առաջարկում, մի հատ առանձին տեղ ընտրեք, այդ մարդկանց հավաքեք այնտեղ, ամեն օր հիստերիա դրեք։ Ինչի եք էլի զուր տեղը գնում մարզեր, եթե դուք մարզերի բնակիչներին, ովքեր ունեն ձեզ ասելիք, հեռացնում եք այդ նույն հավաքից։ Օրինակ ժողովրդավարությունը ինչ կարող ենք անել այնուամենայնիվ։ Եվ գալով ձեր ուժին, ինչ ակնկալիքներով է Բարգավաճ Հայաստանը մասնակցում ընտրություններին, օրինակ ընդդիմադիր տրամադրված քաղաքացին ինչու պետք է հենց ԲՀԿ-ին ընտրի, ինչով են ձեր ծրագրերը, առաջարկները տարբերվում առանցքային մյուս ընդդիմադիր ուժերից, կլինի ուժը Հայաստանը, Հայաստան դաշինքը, թե մյուսները։ Ընտրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իր ընտրությունը կատարելու ժամանակ պետք է առաջին հերթին առաջնորդվի նրանով, թե ինչ է իրեն առաջարկում ցանկացած քաղաքական ուժ։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը դա հենց մարդկանցից ստացած առաջարկների հիման վրա ձևավորված ծրագիր է։ Գիտեք, ես չեմ ուզում այսպես թուրընկալում լինի եւ մտածեն, որ օրինակ գյուղում գնացել ենք, գյուղացին այդ ծրագիրը գրել է տվել է մեզ, ոչ, հակառակը, մենք գնացել ենք գյուղացու մոտ, մենք գնացել ենք բժշկի մոտ, մենք գնացել ենք ուսուցչի մոտ, մենք գնացել ենք զինվորականների մոտ, խոսել ենք իրենց հետ, ստացել ենք իրենց կողմից ռիսկերի գնահատականները եւ իրենց պատկերացումները այդ ռիսկերի լուծումների առնչությամբ եւ հետո արդեն մասնագետները գնահատել են այդ ռիսկերը եւ այդ գնահատելու արդյունքում ձևավորել են առաջարկ Հայաստանի ծրագիրը, որը ըստ էության ստացվում է, որ յուրաքանչյուր տնից, յուրաքանչյուր ընտանիքից ստացված առաջարկ է։ Հետևաբար ընտրություն անելիս, այո, հենց դրանով էլ պետք է առաջնորդվեն ընտրողները, որ այդ ծրագիրը, որը իմ գնահատմամբ շատ քիչ է միայն ծրագիր անվանել, այլ նա իսկապես ռազմավարություն է առաջիկա մի քանի տարիների համար եւ այդ ռազմավարության արդյունքում հնարավոր է լինելու Հայաստանը բերել անվտանգային եւ տնտեսական լուրջ զարգացման, հետեւաբար այդ ընտրությունը պետք է կատարի ընտրողը։ Եթե կետերով ներկայացնենք ինչ է սպասվում առանցքային կետերը։ Եթե մենք ծրագրի 3 առանցքային կետը առանձնացնենք, ապա այստեղ խոսվում է երաշխավորված խաղաղության,
հանրային համերաշխության եւ զարգացող տնտեսության մասին։ Այս երեք կետերը շահկապված են իրար հետ եւ առաջին բանը, որ պետք է անել, պետք է հասնել հանրային համերաշխությանը։ Դա պետք է լինի գերնպատակը սոլիդ իշխանության, որովհետեւ մեր այս բսկտված հասարակության պայմաններում շատ հեշտ է արտաքին ազդեցությունը։ Հետևաբար պետք է հասնել հանրային համերաշխության եւ դրա արդյունքում արդեն կլինի նաեւ երաշխավորված խաղաղությունը։ Երաշխավորված խաղաղությունը իր հերթին ենթադրում է, որ հենց խաղաղությունը պետք է երաշխիքներ ունենա, որ խաղաղությունը չպետք է լինի օրինակ սեպտեմբերին հնարավոր ռազմական հարձակման սպառնալիքների ներքո, որ խաղաղությունը երաշխավոր բերելը արդեն կոնֆլիկտի դուռ է բացելու այստեղ։ Խոսքը միայն երաշխավորների մասին չէ, երաշխավորված խաղաղությունը ենթադրում է հենց պատերազմի բացառում։ Այսօրվա իրավիճակը, որում որ մենք ապրում ենք, ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ, հա, որքան էլ Փաշինյանը այդ փաստաթուղթը, որ նախաստորագրել են եւ այլն, այդ ոչ լավ բանակցված փաստաթուղթը, հա, որտեղ որ չկա որևէ անդրադարձ մեր գերիներին, չկա որևէ անդրադարձ Հայաստանի տարածքից, օկուպացված տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերելուն եւ այլն, այդ փաստաթուղթը, որ նախաստորագրվել է եւ կոչում է խաղաղություն ու մի հատ էլ կոչ է անում տեր կանգնել իրենց խաղաղությանը, այդ նախաստորագրված խաղաղության փաստաթղթի պայմաններում նույն Փաշինյանը ասում է, որ եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին լինելու է հարձակում Ադրբեջանի կողմից։ Այդպիսի խաղաղություն չի լինում։ Այդպես չի կառուցվում խաղաղություն։ Իսկ երաշխավորված խաղաղությունը խոսում է ոչ միայն երաշխավորների մասին, թեև ես ենթադրում եմ, որ այդ պայմանագրին պետք է լինի կից այլ փաստաթուղթ, որով որ կորոշվեն եւ երաշխավորները եւ երաշխիքները, որոնք պետք է այդ խաղաղության համար ուրեմն պետք է ստեղծվեն եւ երաշխիքներից մեկը հենց օրինակ կարող է լինել գերիների վերադարձը։ Տեսեք, ամենակարևոր հարցն է, որ այս իշխանության տեսադաշտից ընդհանրապես բաց է մնացել։ Գիտեք, խայտառակությունը, երբ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները դիմում են Հայաստանին եւ մեզ ասում են ով է այն պետական պաշտոնյան կամ որն է այն պետական մարմինը, որը պետք է զբաղվի գերիների հարցերով։ Մեր ասում են ինչ կարող եմ անել։ Մարդիկ այնտեղ մենակ են մնացել եւ ցավոք սրտի, այո, միպն էլ չի գիտակցում իր դերը եւ առաքելությունը։ Իսկ վերաբանակցելը Տիկին Վարդանյան էսկալացիայի վտանգ չի ստեղծի, քանի որ գիտեք իշխանության գլխավոր թեզը այն է, որ երբ որ դուք վերաբանակցելու եք, առ ոչինչ եք ճանաչելու գործող պայմանավորվածությունները, ինչն է իշխանության պատերազմի դուռը բացելու։ Ես վստահ եմ, որ ոչ, որովհետեւ Ադրբեջանին եւս անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն։ Գիտեք, այս պարագայում, քանի դեռ Ադրբեջանը հասկանում է, որ այս իշխանություններից կարելի է կորզել ամեն ինչ, ինքը շարունակելու է այսպես գործել։ Բայց նույն կողմից Ադրբեջանն էլ վստահ չէ, որ օրինակ այդ խաղաղությունը այսպիսի հեղեղուկ իշխանության կողմից հնարավոր է պահպանել։ Եվ հետևաբար վերաբանակցելը նշանակում է իսկապես նստել եւ խաղաղության շուրջ բանակցել։ Ադրբեջանն եւս պետք է տեսնի, որ իր արժեվ նստած է վստահելի բանակցող եւ ոչ թե մի անձ կամ մի ուժ, որը մի բան խոստանում է, մեկ այլ բան անում է, չգիտեմ, որևէ պահանջ ինքը չունի, դա էլ հասկանում եք, այսպես զգուշավորության եւ զգամանալի եւ զգուշավորության առիթ ստեղծում։ Եվ ինքն է խոստովանը, որ հարկեղած դեպքում իրեն կժի տեղ է դրել։ Դե այո, եւ մի կողմից գիտեք շատ անսովոր է, երբ քո հետ բանակցող պետության ներկայացուցիչը քեզ անվանակում է, չեմ էլ կրկնի թե ինչ է ասել Փաշինյանի վերաբերյալ, որովհետեւ դա նաեւ իմ արժանապատվությունն է ոտնահարում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բայց չի կարող, հա, Ալիևը Փաշինյանին դնի, չգիտեմ ինչի տեղ եւ հետո նստի իր հետ լուրջ բանակցի։ Եվ ես կարծում եմ, որ այդ բոլոր փաստաթղթերի շուրջ ռեալ համաձայնություններ գալու հնարավորություն կա։ Այս ամեն ինչի շրջանակներում իհարկե կարելի է հասնել նաև զարգացող տնտեսության, որովհետև երբ երկիրը կայուն է, երբ երկրում մոտ հանրային համերաշխություն է, երբ երկրում մոտ կա սոցիալական արդարություն, երբ քո արդարադատության համակարգը անկախ է, իրավապահ համակարգը գործում է բացառապես օրենքի եւ իրավունքին համապատասխան, այս պարագայում ստեղծվում են բոլոր նախադրյալները նաև տնտեսության զարգացման համար։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ եւ ուզում եմ մեր հայրենակիցներն էլ շատ լավ պատկերացնեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կլինեն ներդրումներ, Հայաստանը բաց կլինի տնտեսական զարգացման համար եւ այլն, բայց երբ որ ցանկացած ներդրող մի հատ կողքից նայում է Հայաստանի իրավիճակը, հա, մի հատ տեսնում ես դատական համակարգի վիճակը, մի հատ տեսնում է, որ Փաշինյանը ոնց ասում է, իրավապահ համակարգը եւ դատական համակարգը անմիջապես այդպես անում են։ Այդ ներդրողը ինչա խելքը գցել է Հայաստանում ներդրում։ Բիզնեսի նկատմամբ արվող ոտնձգությունները։ Այո, երբ որ նաեւ այո, մենք հեցի օրինակով տեսանք, որ որևէ բիզնես պաշտպանված չէ, այսօր էլ հայտարարություն
այլ ցեմենտի մասին եւ այստեղ էլ իհարկե ես ուզում եմ հատուկ շեշտել, որ սա նորություն չէր, որովհետեւ մենք ունեինք նաեւ տեղեկություն, որ Ադրբեջանը Փաշինյանից պահանջում է նաեւ այս հարցում ուրեմն հարցակման գնալ, որովհետեւ սա ստրատեգիական տնտեսության համար ստրատեգիական նշանակության ոլորտ է եւ այս ոլորտը թույլատնելուց հետո արդեն թուրքական կամ ադրբեջանական տնտեսական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ շատ ավելի մեծ հնարավոր է շատ ավելի մեծացնել։ Իսկ եթե այնուամենայնիվ իշխանությունը գնա այս ճանապարհով, քանի որ հետցի օրինակով մենք տեսել ենք, որ անգամ միջազգային արբիտրաժի որոշումը նրանց չի կաշկանդում, սա ձեր հետագա ընտրապայքարի գործողությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Այսօր այդ ինֆորմացիան տարածվելուց անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը արդեն իսկ պատասխանել է դրան եւ ասել է, որ հայրենիքը որևէ ունեցվածք չարժե։ Այսինքն որևէ ունեցվածքի նշանակությունը, որևէ ունեցվածք չես կարող համեմատության մեջ դնել կամ չես կարող կարևորել, քան հայրենիքն է եւ հետեւաբար հենց դրանով էլ մենք առաջնորդվելու ենք եւ այսպիսի սպառնալիքները, որոնց արդեն սովորենք նաեւ որ բանտերն են լցնելու, սովորենք նաեւ որ չեմ կրկնի Փաշինյանի խոսույթը, այսպիսի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու, չեն կաշկանդելու ձեր հետագա գործողություններում, բացարձակ չեն կաշկանդելու, մենք շարունակելու ենք մեր քաղաքական նախընտրական քարոզարշավը, ծրագրային նախընտրական քարոզարշավը, չենք փորձելու մտնել իր հետ, չենք իջնելու իր հետ նույն մակարդակին եւ չենք փորձելու իր հետ նույն խոսույթի եւ նույն բառապաշարի շրջանակներում ուրեմն քարոզարշավ իրականացնել եւ այո, մենք գնալու ենք մինչեւ հունիսի 7-ը մեր հայրենակիցներին մեր ծրագիրը ներկայացնելու եւ մեր ծրագրի շրջանակներում նաեւ համոզելու, որ չի կարող վաղը լինել Նիկոլի Հայաստան կամ Նիկոլը լինելու կամ Հայաստանը լինելու։ Ընտրությունը սրա մեջ է։ Տիկին Վարդանյան, միևնույն ժամանակ ԲՀԿ-ն ընտրապայքարին մասնակցող 19 ուժերից միակն է, որի վարչապետի տեխնացուի անունը առ այս պահը հանրությանը հայտնի չէ, թեպետ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ 3-ից 4 վարչապետի տեխնացու ունի, բայց այնուամենայնիվ սա չլսված բան է, թե հայաստանյան իրողությունների պայմաններում, թե աշխարհում, որ ընտրություններից 17 օր առաջ, ընդ որում առանցքային ընդդիմադիր ուժերից մեկը իր վարչապետի տեխնացուի անունը դեռևս չի հայտնել հանրությանը։ Ինչով է սա պայմանավորված եւ ի վերջո երբ եք պատրաստվում ես խորհրդավոր գաղտնիքը բացել։ Պայմանավորված է նրանով, որ մենք ուզում ենք, որ մեր հանրությունը իսկապես ընտրություն կատարի ծրագրերի եւ ոչ թե անհատների մեջ, այսինքն ձայնը տալով մարդիկ հասկանան, թե ինչպիսի ապագա են ընտրում Հայաստանի համար եւ ի վերջո ընտրում են Հայաստանի ապագան, թե ոչ, որովհետեւ երբ որ ես ասում եմ, թե ինչպիսի ապագա են ընտրում Հայաստանի համար, անմիջապես մտածում եմ, իսկ արդյոք դրանից հետո լինելու է Հայաստանը, որի ապագան մենք կարողանալու ենք կանխատեսել։ Հետեւաբար մեր գլխավոր նպատակը քաղաքացիներին հասցնել այս միտքը, իսկ վարչապետի տեխնացուի հարցի համար դեռ ժամանակը վստահեցնում եմ կգա։ Մինչև քարոզարշավի ավարտը այնուամենայնիվ կհայտնեք։ Չի կարող այնպես լինել։ Եկեք ես առաջ չընկնեմ, թողնենք այս հարցը այսպես էլի օթում կախված եւ կարծում եմ այդ հարցին մենք էլի կանդրադառնանք։ Եվ հաշվի առնելով ընթացող քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքը եւ վերջին հայտարարությունները, որոնց մենք անդրադարձանք, ինչ եք կարծում, պարտվելու դեպքում վերջինս պատրաստ է խաղաղ եւ անցնցում ճանապարհով հեռանալ իշխանությունից եւ եթե դա տեղի չունենա, ինչի հավանականությունը մեծ է, արտաքին աջակցություն էլ գիտենք անսահմանափակ է նավայելում, ինչ ճանապարհով պետք է ընդդիմությունը այդ թվում ձեր ուժը տեր կանգնի իր հաղթանակին քաղաքացիների տված քվեին։ Դուք հարցը տվեցիք եւ հարցի ժամանակ միևնույն ժամանակ պատասխանը հնչեցրեցիք, որ արդյոք նա քաղաքակիրթ ճանապարհով կհեռանա, բայց միևնույն ժամանակ, ինչպես բոլորս, այնպես էլ կանխատեսեցիք, որ նա այն մարդը չէ եւ նրա ուժը այն ուժը չէ, որ քաղաքակիրթ ճանապարհով հեռանալու է եւ նրանից կարելի է եւ պետք է սпасել եւ ակնկալել ամեն ինչ։ Եվ այս պարագայում միայն ոչ միայն մեր քաղաքական ուժի, այլ ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի, ընդ որում ընտրություններին մասնակցող եւ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հենց խնդիրը պետք է լինի կանխել այն հնարավոր նույնիսկ մարդու մտքով անցնում է հնարավոր արյունահեղությունը, որին կարող է գնալ այս իշխանությունը, դատելով այս իրենց երկար տարվա վարքագծից, գիտենք, որ դա իրենց համար բան չէ, կարմիր գիծ չէ։ Եվ այս պարագայում եւ քաղաքական ուժը, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն, այդ թվում նաեւ մնաց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը առանձին, այնպես էլ համատեղ պետք է
արդեն իսկ մշակեն գործողությունների պլան մի կողմից կանխելու եւ մյուս կողմից հակազդելու այդ հնարավոր գործողություններին։ Ես ավելի առաջ չեմ գնա եւ չեմ բացի որևէ փակագից, բայց վստահեցնում եմ, որ սա տեսնում եւ գիտակցում են եւ քաղաքական գործիչները եւ քաղաքական աշխատանք արվում է այն ամենից։ Հետևաբար այս առումով այո եւս ծրագրավորումներ գնում են։ Եթե այնուամենայնիվ մենք հունիսի 8-ի առավոտյան մի իրողություն ունենանք, երբ Նիկոլ Փաշինյանը վերընտրված կլինի, ինչպես պետք է վարվեն արդեն խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, պետք է օրինակ վերցնեն իրենց մանդատները եւ գնան ընդդիմադիր падգամավոր դառնան մի խորհրդարանում, որտեղ Փաշինյանը մեծամասնություն կունենա եւ նախորդ 5 տարիների օրինակով համոզվել ենք, որ դա այնքան էլ արդյունավետ ճանապարհ չի լինելու։ Ես հիմա այս հարցին չեմ պատասխանի, որովհետեւ ես ակնկալում եմ, որ հունիսի 8-ին Փաշինյանը այլևս իշխանության չի լինելու։ Հետևաբար ես կարծում եմ, որ այս պահին մենք հենց այդ պրիզմայով էլ պետք է դիտարկենք ընտրությունները, որ հունիսի 7-ին ընդդիմադիր ուժերը կարողանալու են ձևավորել այնպիսի ստանալ այնքան քվե եւ ձևավորել այնպիսի իշխանություն, որի արդյունքում Փաշինյանը ոչ միայն իշխանության չի լինի, այլ նաև պատասխան կտա բոլոր այն հանցագործությունների համար, որոնցում մեղավոր է եւ որոնց պատճառով մեր երկիրը կրել է անշրջադարձելի կորուստներ։ Մտքի Վարդանյան, միևնույն ժամանակ եթե մենք ակնկալում ենք ընտրություններով իշխանափոխության հասնել, ապա պետք է մեր հանրության մասնակցությունը ընտրություններին մաքսիմալ բարձր լինի, բայց բոլոր հարցումները դեռևս վկայում են, որ ամենամեծ թվով քաղաքացիները նրանք են, ովքեր առաջին հերթին չեն տեսնում որևէ ուժ, որին իրենց ձայնը կտան կամ առհասարակ դեմ են այս ընտրական համակարգին ընտրություններին մասնակցելուն։ Այ ընդդիմությունը այս մարդկանց ինչպես պետք է ընտրատեղամաս տանի եւ ինչպես ինչ կոչ կանեք նման մարդկանց, ովքեր առհասարակ չեն ցանկանում որևէ process-ին իրենց մասնակցությունը ունենալ։ Ես այստեղ այդ մարդկանց բաժանում եմ երկու խմբի։ Մի խումբը դրանք են մարդիկ են, ովքեր իսկապես տրվել են այսօրվա իշխանության սպառնալիքներին եւ այսօրվա ձևավորված մթնոլորտին եւ պարզապես այս պահին հայտարարում են, որ իրենք չկան այդ քաղաքական գործընթացներում եւ այլն, սակայն վստահաբար մասնակցելու են ընտրությանը։ Դա իհարկե հասարակության այնպես չի, որ զգալի հատվածն է, բայց կա հասարակության մի հատված, ովքեր որ ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այսինքն իրենք կարող են հազար պատճառ հորինել։ Իրենք կարող են չհավանել քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին, իրենք կարող են չհավանել ծրագրերը, իրենք կարող են չհավանել ընտրական գործընթացը։ Այսինքն այս նիհիլիզմը իհարկե հասկանալի է, բայց դրա հիմնական պատճառն այն է, որ իրենք չեն ուզում ստանձնել պատասխանատվություն երկրի համար, ստանձնել պատասխանատվություն պետության եւ պետականության համար։ Ես օրինակ երեք փողոցում լսեցի մի քաղաքացի ասում է չեմ գնալու ընտրության եւ քանի որ իմ համար տարբերություն չկա այնտեղ Նիկոլը նստած կլինի, թե մի ուրիշ մեկը իմ համար ինչ տարբերություն։ Հիմա ես այդ նույն իրավիճակը ուզում եմ այդ հետ տանել եւ մեր քաղաքացիներին, այդ քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացիներին հիշեցնել 2023 թվականը։ Ձեր քաղաքականությամբ չզբաղվելու հետևանքով եւ ձեր քաղաքականությամբ չզբաղվելու պատճառով մի ողջ ժողովուրդ 150,000 արցախցի ենթարկվեցին էթնիկ զտման եւ մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը։ Դա հենց քաղաքականությամբ չզբաղվելու հետևանքն էր։ Հիմա այս նույն քաղաքականությամբ չզբաղվողները լավ պատկերացնում են, թե ոնց է լինելու, երբ 300,000 ադրբեջանցի բնակեցվի Հայաստանում։ Ինչքան էլ այսօր իշխանությունն ասի, որ դա, չգիտեմ, ընդդիմության կողմից մանիպուլյացիա է եւ այլն, մի կողմից մենք շատ լավ հիշում ենք իրենց հայտարարությունները, մյուս կողմից գոնե ուրեմն լսում ենք Ադրբեջանի եւ Ալիևի հայտարարությունները։ Հետևաբար այդ 300,000-ը որ բնակեցվեցին ադրբեջանցիները Հայաստանում են չէ բնակեցվելու, հո ուրիշ մոլորակում չեն բնակեցվելու, այդ նույն քաղաքականությամբ չզբաղվող մարդկանց հետ են չէ բնակեցվելու։ Իսկ հետևանքները պատկերացնում են կամ պատկերացնում են անկլավները հանձնելու հետևանքով, երբ որ այդ ադրբեջանական սպեցնազով եւ կուղեկցվեն այս մարդիկ եւ այլն իրենց բանը կենսակերպը եւ Վրաստան եւ Իրան չեն կարողանալու գնանք այդ ճանապարհները Գորիսկապանի ճակատագրին են արժանանալու։ Դա ոնց է լինելու։ Հիմա եւս մեկ անգամ ուզում եմ դիմել այդ նույն քաղաքացիներին։ Դուք եք որոշում, թե մենք ունենալու ենք Հայաստան, թե չենք ունենալու Հայաստան։ Մենք ունենալու ենք Հայաստան, որտեղ պետության եւ պետականության տերը մենք ենք լինելու, թե մի շատ կարճ ժամանակ հետո վերածվելու ենք թուրքական կամ ադրբեջանական վիլայեթի։ Հետո
չասեք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, որտեղ արդեն գալու է այն ժամանակը, երբ թուրքական եւ ադրբեջանական քաղաքականությունը զբաղվելու է ձեզանից յուրաքանչյուրով։ Եվ փոփոխություն անելու հնարավորություն չի ունենալու այդ դեպքում արդեն քաղաքացին, սա պետք է փաստենք։ Հետևաբար հունիսի 7-ին իսկապես փոփոխությունների հնարավորության ժամանակն է եւ մենք հենց գալիս ենք լավ փոփոխությունների համար։ Մենք գալիս ենք փոփոխություններ կատարելու ինչպես մեր երկրի անվտանգության եւ տնտեսական հարցերում, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգա, որ ինքը պաշտպանված է, զգա, որ իրեն որևէ բան չի պարտադրվում եւ զգա նաեւ, որ ինքը սոցիալապես ապահով է եւ ոչ թե ասենք մի որոշակի խմբակ կա, որը պարգևավճարների շրջանակներում անընդհատ բարելավում է իր կենսակերպը, իսկ մյուսները 6 միլիոն են ստացել թե 7 միլիոն։ Այո, իսկ մյուսները բավարարվում են ընդամենը 10,000 դրամ ավելացնելու հանգամանքով եւ երբ որ իշխանությունը մտածում է, երևի թե մտածում է, որ դա էլ է շատ իրենց։ Եվ Տիկին Վարդանյան, վերջում օրերս մի սարսափելի միջադեպ տեղի ունեցավ, որը ցնցեց մեր հանրության առնվազն գիտակից հատվածին, ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված քաղաքացին հոգեբուժարանում ինքնասպանություն գործեց։ Կխնդրեմ ձեր գնահատականը տակ կատարվածին եւ նախընտրական պաստառ պոկելու համար, որքանով էր համաչափ քաղաքացուն ձերբակալելը, ընդ որում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող։ Ես օրինակ չեմ հիշում, որ երբևէ նախորդ տարիների ընթացքում ընդդիմադիր որևէ ուժի պաստառը պոկելու համար քաղաքացի ձերբակալված լիներ, որն էլ նման տխուր վերջաբանք ունենար։ Ես նաև չեմ տեսնում այսօր ընդդիմադիրների քաղաքական պաստառները պոկելու համար որևէ մեկի գոնե վարչական պատասխանատվություն։ Բայց անդրադառնալով այդ դեպքին, այո, այս նախընտրական քարոզարշավը առանձնացավ նաև նրանով, որ տեղի ունեցավ անթույլատրելին, այսինքն նախընտրական քարոզարշավը զուգորդվեց քաղաքացու մահով։ Եվ այս պարագայում իրավական գործընթացը, որ դրան պետք է հետևել, բացառապես վարչական պատասխանատվություններ, որովհետև վարչական պատասխանատվության մասին օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն այդպիսի հենց պաստառ պոկելու համար։ Թե այդ ոնց որոշեցին, որ դա քրեորեն պատժելի արարք է, այդ ոնց որոշեցին, որ նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու եւ նախընտրական քարոզարշավի դեմ ուղղված հանցակազմ կա այդտեղ, ես կարծում եմ այդ որոշողները դեռ պատասխանատվության ենթարկվելու են։ Գիտեք, երբ որ մարդուն ձերբակալում են պաստառ պատրելու կամ պոկելու համար եւ հետո դրան հետևում է նաեւ կալանավորումը, ձերբակալություն, կալանավորման վայրից էլ ուրեմն հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելը, դա նշանակում է, որ տեղի է ունեցել իրավախախտումների լրջագույն շղթա եւ այդ իրավախախտումների հետևում կանգնած մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Էլ չեմ ասում, թե իրենց խղճի վրա ոնց է նստելու են հանգամանքը, որ իրենց գործողությունների հետևանքով մարդը զրկվել է կյանքից։ Խղճի մասով առանձնապես չեն սրտնեղում իրենք, մի մահես կողմ, մի մահ բազմաթիվ ունեն նմանատիպ մահեր իրենց խղճին։ Իհարկե հաշվի առնելով, որ իրենց առաջնորդնել պլյուս մինուսով էր մահերը հաշվում, իրենց համար էլ դա երևի թե այդքան էլ բան չէ, խղճի համար այդքան էլ լուրջ բեռ չէ, բայց այնուամենայնիվ ֆիքսենք, որ այս քարոզարշավը առանձնացավ նաև նրանով, որ արժեցավ մարդկային կյանք եւ դա մեր երկրում տիրող մթնոլորտի եւ մեր երկրում տիրող ամենաթողության հետևանք է։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան, հաջողություններ եմ մաղթում քարոզարշավի հետագա ընթացքում ձեզ։ Շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանի հետ։ Կհանդիպենք։